Նստակյաց աշխատանք։ Նստած տեղը ցավ, ինչպես նաև վեր կենալու ժամանակ պոչուկի և ուղղաղիքի հատվածում, երբ առաջանում է ցավ։ Կարելի է համարել, որ նստակյաց կյանքը 21-րդ դարի հիվանդություններից մեկն է, ինչու որովհետև տեղի է ունենում այս հատվածում արյան շրջանառության մշտական խանգարում, որը կարող է բերել տարբեր խնդիրների առաջացման, ինչպես պրոկտոլոգիական, այնպես էլ գինեկոլոգիական և ուրոլոգիական։ Ինչպես կարելի է կանխարգելել հետագա բարդացումները։ Մի քանի պարզ քայլերով։ Առաջին, դա բարձն է։ Բարձը ինչի համար է նախատեսված, ինչպես առկա, այնպես էլ հետագայում չառաջանալու համար հեմոռոյի եւ մյուս պրոկտոլոգիական հիվանդությունների դեպքում կիրառվում է բարձը, նստում ենք իր վրա, որպեսզի այս հատվածում արյաշրջանառության կարգավորում տեղի ունենա։ Ինչպես նաեւ պոչուկի հատվածում ցավեր ունեցողների դեպքում նույնպես կարելի է օգտագործել այս բարձը, ինքը կանխարգելում է ցավը։ Իհարկե պետք է կատարել նաեւ բուժումներ եւ պետք է հետազոտվել, միայն բարձով չի կարելի սահմանափակվել, համենայն դեպս բարձը օգնող միջոցներից մեկն է։ Բարձը պատվիրելու համար կարող եք գրել անձնական նամակ, ուղարկեմ ձեզ հեռախոսի համար, որտեղ կարող եք պատվիրել չափը, գույնը եւ քանակը իհարկե։ Հաջորդ քայլը դա, երբ որ 8 ժամյա աշխատանք է օրինակի համար նստակյաց, հարկավոր է ընդամենը գոնե ժամը 1 անգամ կանգնել, մի քանի րոպե քայլել, որպեսզի արյաշրջանառությունը մի քիչ շարժի, ինչպես նաև նստած ժամանակ կարող եք հետանցքը կծկող վարժություններ անել, որպեսզի արունը նորից շարժվի։